Չես նյարդայնանում, որ մինչև հիմա խոսակցություններ կա, որ ամեն դեպքում ձեզ դեպորտ են արել։ Իրանց ուղեղի եւ իրանց մակարդակի խնդիրներն են, որ ուզում են լուծեն, եթե իրանց համար դա մնացել է անլուծելի, ինչ ասել։ Մեր գնալը եղել է սպոնտան, էմոցիոնալ, բայց հետ գալը եղել է շատ մտածված, որոշված։ Մանո բառավոտ ուր ես գնալու, թե գոնե մի հատ սրճարան այստեղ բաց կլինի, չէ, Ուշադրություն դարձնենք Կարամելը եզակի սրճարաններից է Հայաստանում, որ ժամը 7-ին արդեն բաց է լինի։ Ուրեմն Կարամել սպասեք ինձ։ Ինչն է քեզ ջղայնացնում իմ մեջ։ Տեսնում են դու մեկ այս հավատքում կարաս լինես այստեղ այնտեղ, չկողմնորոշված են որպես դիտարկում, հա, հավատքի առումով։ Շատերը ինձ կհամարեն սեկտանտ, շատերը կհամարեն ինձ մոլորված, շատերը կհամարեն, չգիտեմ, շատ երջանիկ, ինձ համար չկա դու ճիշտ ես, ես սխալ եմ, իրանք եկան մեր ուտելիքը։ Ես ոնց եմ սիրում, որ ուտելիքը սենց գունավոր է ու առողջ։ Մեր տնից իջնում հրապարակի մետրո, քայլելով ուղիղ Կարամել։ Ես միշտ ուտելուց աղոթում եմ, շնորհակալություն եմ հայտնում հացի համար։ Ոյ անմահական է իմ տոստը։ Ասում եմ երջանկության հորմոնները լավ ուտելուց ասում են արտադրվել։ Ամենաաբսուրդ բամբասանքը, որ լսել ես քո մասին։ Բայց դու չդնես։ Չեմ ասի, որ դուք խափում եք ու հետո դնում եք։ 10-ից 10 կասեմ Ես տոստներ։ նշանակ։ Շատ համեղ էր, իրոք շատ լավն էր։ Յութը ամենահամեղն էր։ Շաբաթ օրը առավոտյան ժամը 7-ից ստեղ եմ հատուկ քո համար ստորի կանեմ։ Ողջույն, Ելակետի եթերում մեր ամենահամով ու ջերմ նախագիծն է։ Մենք շարունակում ենք մեր ընդմիջումը Սարյան փողոցում, Կարամել սրճարանի ջերմ ու էսթետիկ միջավայրում։ Այսօր իմ սեղանակիցը Վիկին է, ում մեջ զարմանալիորեն համադրվում է պարարվեստի երկաթյա կարգապահությունն ու կանացի նրբությունը։ Նա գիտի ինչպես կադրում ապրել յուրաքանչյուր էմոցիա եւ նույնիսկ ամենաբաց իրավիճակում պահպանել պլաստիկան եւ նրբագեղությունը։ Մի խոսքով այսօր իր հյուրը Մանո Գրիգորյանն է, պարուհի դերասանուհի։ Դեռ շուտ եմ ես հասել, մի քանի րոպե կա Մանոն հասնի, սպասենք մինչև գա։ Ես արդեն Մանոյին տեսնում եմ։ Ողջույն։ Լավ է, քեզ տեսնում եմ դու։ Շատ սիրուն ես, Յանալ, յարի։ Սիրուն մարկածը պետք է հատուկ սիրուն պատրաստված։ Օ, շնորհակալություն։ Սարյան փողոցի ամենասիրելի փողոցն է։ Բարև ձեզ, բարի լույս։ Շնորհակալություն։ Մեր մենյուն սկանավորեք ճարը։ Շատ լավ, մենք հիմա սկանավորենք ու պատվերը ասենք։ Կարծեմ նախաճաշելու ենք, չէ՞։ Անպայման ես եկել եմ շատ սոված եւ շատ մեծ սպասելիքներով։ Ես Ինչ ես սիրում դու ուտել։ սպասելիքները արդարացվելու է։ Դու ինչ ես հետաքրքիր բան։ Ես ավելի երևի չգիտեմ, ասեն սալմոնային մի բան, սալմոնով եւ ավոկադոյով երևի։ Բայց ունենց բան, որ եթերի մեջ ուտելուց էլ նենց շատ բան չլինի, էլի կծային։ Քանակ պատարակաղով։ Դու ինչ ես ուզում։ Լոլիկով ձվածեղ սիրում ես։ Դու գիտես նա այդ ձվածեղ ես է տանը կարամ սարքեմ։ Ես միշտ արգում եմ տեղ ուզում եմ բան ուտեմ, որը որ ես տանը չեմ անի։ Մենք կտրեցինք։ Շատ բարի։ Սալմոնով տոստ։ Տոստ սալմոնով ավոկադոյով։ Այո։ Ավոկադո տոստ։ Ոնց հասկացա այս տոստը։ Այո։ Եվ սիրուն աղցանը կանաչ, ոնց էր անունը։ Անաճացան։ Չէ, կանաչ աղցան չէ, ուղղակի։ Բայց այնտեղ ավոկադո շատ չի լինում արդեն։ Ինչ աղցան ավելի տենց համադրելի կլինի հեսա։ Այդ բուրատա։ Ուրեմն բուրատա։ Ինչ ես խմում։ Հարմացնող ցիկլուսը։ Ահա, վերջ։ Աստորեն մենք թարմության կարիք ունենք, հասկացա։ Հա, այո։ Ես նորից կրկնում եմ պատվերը, տոստ սալմոն ավոկադոյով, ավոկադո տոստ, բուրատա կարամելացված աղցան եւ 1 գրաֆին ցիկլուսային լիմոնով։ Այո։ Իդեպ կարամելը ինչով է հայտնի, իրենք հենց տեղում կիսաֆաբրիկատներ են Հա, պատրաստում։ ես նկատեցի ստեղից արդեն։ Արի գնանք շրջած կատարենք։ Եթե համենք որոշենք ինչ դեսերտ ենք այսօր նախաճաշից հետո ունենալու։ Էս ապահովա չէ, թողնենք ստեղ։ Իհարկե։ Դուք նկարում եք, չէ։ Դուք սպասեք։ Նայ, սիրում եմ։ Բան, դա հետաքրքիր գույներ են պաստելային։ Իսկ դեսերտ ինչ է։ Այստեղ արագ անցանք։
Չես ուտելու։ Ես առաջարկում եմ թեկուզ մի հատ վերցնենք, հետո դիվանը գուցենք եւ անպայման դեսերտից փորձենք։ Գայթակղիչը։ Հա։ Դու օրինակին չես սիրում, ես շատ եմ սիրում էկլեր, շատ եմ սիրում հենց հատապտուղներով։ Ահա, պիստակով չիզկեքն է։ Վերջ որոշվեց։ Մանջան ողջույն նորից։ Ողջույն։ Ոնց ես։ Շատ լավ, որովհետև երկար ժամանակ մենք անընդհատ մեր վերջի հարցազրույցից հետո պլանավորել ենք, որ պետք է հանդիպենք, բայց դու էլի չարաճճություն արեցիր ու հանդիպեցիք էլի հաղորդման շրջանակներում, բայց մեր ուզած ֆորմատի մեջ։ Ասա։ Այո, մենք որոշենք պետքա դուրս գանք, չէ, նախաճաշենք կամ ճաշենք, տես այսօր նախաճաշը ստացվեց։ Դու ասացիր քո խոսքում, մենք նախնական զրույց ունեցանք, ասիր իմ ամենասիրելի փողոցն է Սարյանը։ Օրինակ իմ տպավորությունն է, որ դրսի ապրողները որ մի փողոց ամեն դեպքում կապում են Հայաստանի հետ ու գալիս են հենց այդ փողոցին կարոտած։ Քո մոտ որն է այդ փողոցը։ Հոմեղ տեսք ունի։ Ահա, շեղվեցի կներես։ Երբ որ Միացյալ Նահանգներում էի, շատ էի կարոտում կենտրոնը, ամենաշատը օպերայի տարածքը, որովհետև ոնց որ ամբողջ պատանեկությունս կապված է եղել այդ շրջակայքի հետ, քանի որ պարում էի եւ 16-17 տարի ֆիլհարմոնիայի ներքևի հարգում էր, մեր ընդհանուր պարերի դասընթացներ անցնում, ոնց որ գալիս ես, ես մի անգամից հետ ես գնում, եւ ընդհանուր կենտրոնում զուտ քայլելը, սկսած չգիտեմ Տերյանն, Թումանյանն, Բայերնի փողոցում շատ սիրում, որ ամեն մի տեղի հետ կա կյանքի տվյալ ժամանակահատվածի հետ կապված եւ հաճելի եւ ոչ այդքան հաճելի հիշողություններ, որ sense հետ ես գնում ու գալիս ես այդ ժամանակ իրանք դառնում շատ ավելի կարեւոր, որովհետեւ միջևը դրա մեջ ես քեզ թվում է նորմալ, բայց որ որոշ ժամանակով ոնց որ կտրվում ես այդ առօրյա, որ գալիս ես ամեն մի, չգիտեմ, սրճարան, ամեն մի ծառ, ամեն ինչը ինչ որ սիմվոլիկ, ինչ որ մի հիշողություն են քո համար դառնում ու շատ ուրախ եմ, որ այդ զգացողությունը կյանքում ունեցա, որովհետեւ միջևը չէի հասկանում։ Հիմա օրինակ որ թատերական ինստիտուտի մոտով անցում, այն ժամանակ սովորական էր, հիմա անսովոր է։ Այդ է տարբերությունը։ Մարդիկ, որ Միացյալ Նահանգներից հետո, որ ես եկա, ես զգացի ինչքան բազմազանություն կա մեր երևանյան ընդհանուր մարդկանց տեսակների մեջ։ Չգիտեմ, միգուցե շատերին ինչ որ չափով նեղացնեմ կամ չնեղացնեմ, բայց միտումս այն ինչի որ նեղացնեմ, այդտեղ շատ տարբեր են։ Ու երբ որ 3-4 օրներ նստել էի այդ օպերայում ու ասենց երևի մի ժամ զննում էի մարդկանց ու ամեն մեկը յուրահատուկ գույն էր իմ համար։ Ես չգիտեմ, ես էի փոխվել, թե մարդիկ էին փոխվել, բայց սկսած ոճից, տեսակից բան, որ մեկը մյուսի հետ չէր կարող խառնել։ Ահա։ Այնտեղ մի տեսակ sense բան կա, նմանություն կա։ Ու ես էլ էի ինձ թվում այդպես դարը, որովհետև թե կարծում եմ գիտես ինչից է օրվա առօրյայից, որ աշխատանքը բան շատ, այստեղ տպավորություն որ այնտեղ ցերեկվա ժամին դրսում մարդ չկա, այսօր ինչ օր է, 3-շաբթի, 4-շաբթի, հիմա նայեք ինչքան մարդ կա։ Չգիտեմ, կեսը աշխատում են, կեսը վայելում են, կեսը պարապ են, չգիտեմ։ Այդ գունագեղությունը աչքի համար շատ է, որը հաճելի է այն մարդու համար, որ սիրում է հետևել նաև շրջապատում, ես շատ եմ սիրում ուսումնասիրել։ Երևանը ավելի ուշ արթնացող քաղաք է, դա քեզ դուր է գալիս, թե այդ միակ sense բանն է, որ օրինակ այնտեղ արդեն 5:30-ից սկսած շարժ կա, սրճարաններ կան բաց, ու որտեղ եկել է ամենաառաջին հարցը, որ ես էի ինձ տալիս եւ նաեւ ընկերները մանով առավոտ ուր ես գնալու, ու ես չէի պատկերացնում, որ ասում եմ, թե գոնե մի հատ սրճարան այստեղ բաց կլինի, ու ցավոք սրտի չկա գոնե մի, այսինքն կան որ ժամը 9-ից։ Այնտեղ ես 6-ից 6:30-ից միշտ ամուսնուս հետ դուրս էին գալիս ման գալու։ Չէ, ուշադրություն դարձնենք Կարամելա եզակի սրճարաններից է Հայաստանում, որ ժամը 7-ին արդեն բաց է լինում։ Ու հիմա շատ հաճախելի դուրս են գալիս առավոտյան Կասկադի տարածքում ման եմ գալիս, թեկուզ որ ուզում ես մի հատ սուրճ խմես նստես, elə որ ես չեմ գտել իմ համար, բայց այսօր բացահայտում է ժամը 7-ին, ուրեմն Կարամել սպասեք ինձ։ Խորհուրդ կտաս, չէ՞, արդեն քո ընկերներին։ Միանշանակ։ Իրոք շատ կարևոր է, որտեղ այնքան հաճելի է այդ առավոտվա, որ դեռ քաղաքը նոր է արթնանում, այս մեքենաների ձայները չկա։ Հետո ասեմ, ես ինչ եմ նկատել, գիտես, այս առավոտյան քայլող մարդիկ մի տեսակ ուրիշ են։ Հա, կտրված են, չէ՞, կտրված, ինչ որ հանգիստ, ժպտում են, բարևում են ու բոլորը ուզում են հասկանան, փաստորեն մենք մենակ չեն։ Էլի մարդիկ կան, որ այդ ժամից զբոսում են ու այդ իմ համար Ընդհանրապես օրվա սկիզբը իմ համար ամենահաճելի ժամանակն է օրվա ընթացքում, որ վաղ առավոտյան արթնանամ, երբ որ բոլորը քնած են, ու ես
լինեմ ինքս ինձ հետ։ Ման դու ունես կարիերա ես ստեղծել, այնպիսի կյանքով ես ապրել, որ անընդհատ ռիթմի մեջ ես եղել, չէ՞։ Բեմն էլ ինքնին ինչ է նշանակում, դու պետք է րոպեական, վայրկյանական ճիշտ տեղում, ճիշտ շարժում եւ այլն։ Բայց դու այդ ամբողջ կարգապահության մեջ հասնում ես նստել, պահը վայելել։ Այ հիմա օրինակ Սարյան փողոցն է, այնպիսի փողոց է, որ պետք է նստես գինիդ վայելես, չէ՞, սուրճդ վայելես եւ այլն։ Դու կարողանում ես այդ ամբողջ ընթացքը վայելել, թե դու դեռ այն տեմպի մեջ ես։ Չէ, ինձ բարը սովորեցրեց ամենակարևորագույն բանը իմ կյանքում կարգապահությունը։ Դու շատ ճիշտ շեշտեցիր, որովհետև երբ որ դու սպորտի մեջ ես, ես դրա համար էլ իմ երեխաներին միշտ ասում, անկախ ամեն ինչից սիրում եք թե չեք սիրում, կամ իմ ընկերներին միշտ խորհուրդ եմ տալիս, անպայման հաճախեք, չգիտեմ, սպորտի, որովհետև սպորտը մարդուն առաջին հերթին տալիս է կարգապահություն, որպեսզի կարողանաս քո օրը ճիշտ դասավորել։ Երբ որ դու գիտես, չգիտեմ, 9-ին նստեղ 10-ին հաստատ, երբ որ քո ուղեղի մեջ կա այդ ոնց որ ծրագիրը, որ նաև դու պետք է կարողանաս քեզ ժամանակ հատկացնես, իսկ թվում է դա ավելի շատ գայս է ծրագրից։ Ոնց ես դու քո օրը կառավարում եւ որքան ես կարեւորություն տալիս քո հանգստին, քո առանձին ժամանակին։ Երբ որ օր կա ես արթնանում եմ ու ոչ մի ոնց որ գծագիր չունեմ, ինքն այնց չոր sense քաոսային ասում, ինչի՞ էս օրը sense անցա, որովհետեւ այդ հստակությունը չկար։ Իսկ երբ որ կա, իսկ հիմա դա իմ մոտ նույնիսկ ոչ թե դարելա ծրագիր, այլ դարելա ապրելակերպ, որ անկախ ամեն ինչից դրա համար առավոտվա ժամը, այն միակ ժամն է, երբ որ 100% անի դու ինչ-որ պլան չունես, պլան ունես դուրս գաս ման գալու։ Դա էլ այն ժամանակը, որը որ դու հատկացնում ես քեզ, հանգստանում ես ու պլյուս Երևանյան առօրյայի մեջ կա շատ կարևոր մի բան՝ գիշերային կյանք, որը որ չկար այնտեղ։ Այսինքն դու ստեղ ժամը 9-ից հետո մի հատ նոր level-ա մարդկանց կյանքում, այսինքն դու կարող ես տանը լինես կամ չգիտեմ աշխատանքից հետո հաստատ մի ընկեր կգտնվի, որ այդ ժամին դրսում է ու կարծես մի հատ կարող ենք իրար հետ, չգիտեմ, գնալ գինի խմել, նստել, ֆիլմ նայել, օրինակ մենք այն օրը գիշերը ժամը 11-15 գնացել ենք ֆիլմ նայելու, շատ հաճելի էր։ Որ համ քիչ մարդ կար, համ օրվա ամեն ինչը դու վերջացրել ես, գնում ես, գալիս ես ու լիարժեք մտնում ես խորը քուն ու ասում ես, ինչ լավ էր, այս օրը ոնց որ օրվա ամբողջ ժամանակը ճիշտ կարողացա օգտագործել։ Հիմա դու լրիվ հարմարվել ես Հայաստանի առօրյային։ Ես դարել եմ իր մի մասնիկը։ Լիարժեք ես քեզ։ Լիարժեք, կատարյալ։ Իսկ դու չես նյարդայնանում, որ մինչև հիմա խոսակցություններ կա, որ ամեն դեպքում ձեզ դեպորտ են արել։ Չէ, ինչ լավ է։ Թող այդ մարդիկ մտածեն, որ ինչա իրենց միջև հիմա այդ հարցը անհանգստացնում։ Ինձ հետաքրքիր է Մանոնը եկել է Սարգիս, եթե ես կյանքը արդեն Երևանում վայելում են, ինչ որ չափով չէ, ամեն բան դասակարգել եք, ինչ պետք է անեք։ Ձեր կյանք ապրեք, բայց միջև հիմա մարդիկ գնում են։ Դա մարդկանց խնդիրն է, իրանց ուղեղի եւ իրանց մակարդակի խնդիրներն են, որ ուզում են լուծեն, եթե իրանց համար դա մնացել է անլուծելի, ինչ ասա։ Երևի մեր հանդիպումը մոտավորապես քանի ամիս է անցել մեր ինտերվյուից հետո։ Արդեն կես տարի անցել է։ Անկեղծ։ Իրոք ստեղ ես ժամանակը չեմ զգում ոնց է անցնում Երևանում, որովհետեւ առօրյա շատ լիքն է ու շատ նամակներ միջև հիմա հենց երեք մի հատ կիներ գրել, ովքեր մտածում են ոնց որ հետ վերադառնալու մասին ու անկեղծ ինձանից կարծիք են հարցնում ու ես փորձում իրոք անկեղծորեն առանց ինչ-որ բան չափազանցնելու լավը կամ վատը իրականությունը Երևանյան ներկայացնեն այնպեսին ինչպեսին որ կան, չնայած ոնց որ ամեն մեկը տարբեր կարգավիճակներում է, մի քիչ նաև սխալ է ինչ որ մեկ ուրիշի օրինակով դու օրինակ չգիտեմ իր մոտ շատ լավ է կամ շատ վատ է, դա քո համար որպես օրինակ վերցնես, դրա համար փորձում ռեալ ասեմ, նայեք, էս կա, բայց այդ ամեն ինչը դուք ոնց կդասավորեք, արդեն կախված է ձեզանից։ Ես կասեմ, սա եւ գնալը եւ հետ գալը իմ կյանքի ամենակարևորագույն որոշումներից մեկն է եղել, որովհետեւ երբեմն ինչ որ մի բան հասկանալու համար ասում եմ դու կյանքում պետք է sense մեծ շրջապտույտ կատարես, որպեսզի հետո հայտնվես ճիշտ տեղում։ Ինձ համար Ամերիկա գնալը այդ մեծ շրջապտույտն էր, որը իրոք երևի օդի եւ ջրի պես պետք էր մեր ընտանիքին շատ բաներ վերանայելու, հասկանալու, ամեն ինչ ճիշտ տեղը դնելու համար, ճիշտ ու սխալ անելու համար եւ կարեւորը գնահատելու համար այն ինչ որ դու ունես։ Շատերի մոտ ամենադժվարը այդ որոշում կայացնելն է։ Ընդհանրապես կյանքում յուրաքանչյուր բան
ստացվում է որոշում կայացնելու ու դու քո որոշում կայացնելուց պետք է հստակ իմանաս ինչ ես դա կայացնում, ինչ արժեքային համակարգի վրա ուր ես գնում եւ դա քեզ ինչ է տանուլ, այլ ոչ թե դա լինի սենց սպոնտան էմոցիաներից ելնելով։ Մեր գնալը եղել է սպոնտան, էմոցիոնալ, բայց հետ գալը եղել է շատ մտածված ու որոշված։ Որտեղ մենք հստակ իմացել ենք ուր ենք գալիս, ինչի հետևից են գալիս, ինչ ենք թողնում եւ ինչ ունենք այստեղ։ Ես հասկացա, որ այստեղ դու ունեիր քո տարիների թողած այն մեծ աշխատանքը, այն պտուղները, որոնց համար պետք է շատ շնորհակալ լինես, երբ որ գալիս ես գնահատելով այդ ամեն ինչը, այլ ոչ թե հա, տենց ինչ որ ամբիցիաներով կամ որ եսը դնում ես մի կողմ, այլ հասկանում ես ինչ ես արել, որտեղ ես հիմա եւ ինչ ես անելու եւ հիմա մեր ընտանիքը այն ամենա, ես չգիտեմ վաղ ինչ կլինի, բայց այս պահին բոլորը իրենց տեղերում են։ Հիմա մտածում ես, որ ձեր վերջնակետը ամեն դեպքում Հայաստանում է լինելու։ Նա ես երբեք չեմ ուզում սենց ապագորգոր խոսել ու ասել ես որոշում, որովհետև ես ապրում եմ այս պահով, ես ունեմ այսօր իմ մոտ 100%-անի այդ զգացողությունն է։ Ու գիտեմ մի կարևոր բան, որ ես չեմ ուզում կտրվել այնտեղից, որտեղից որ ծիլ եմ առել, որտեղ որ իմ հողն է, որտեղ որ Աստված որոշել է ինձ հետ դնի այս երկրում, այս հողի վրա։ Թե մնացածը ինչ կլինի, ես չեմ ուզենա, որ ուրիշ ձև լինի իմ ցանկությունը, բայց երբեք չեմ ասում երբեք։ Եկա մեր ուտելիքը։ Ես ոնց եմ սիրում, որ ուտելիքը սենց գունավոր է ու առողջ։ Առհասարակ առողջ ծննդի կողմնակից ես։ Միանշանակ չեմ կարող ասեմ, որ հիմնովի մոտը ստացվում է, բայց ցանկությունը մեծ է։ Հետո ստեղ ուտում ենք, չենք չաղանում։ Հա։ Իսկ թվում է, որ այդ երևի շատ ենք քայլում, ավելի ոնց որ Հիշում ես չէ՞ քեզ որ ասեցի այստեղ կարամելային սոուսները երաշխվում են ուտելիքների մեջ։ Այո։ հիմա կադրից նայում են ու բոլորը մի հատ Բավականին ուտեսնում են, որ հիմնականում կարամել է, բայց յուրաքանչյուր կարամել ամենածա տարբեր ասենք։ մի խոսքով ես կարող եմ ամեն շաբաթ լինել քո հյուրը եւ ձեր հյուրը։ Առավոտյան ժամը 7։ Մենք հենց նոր էդ էինք խոսում։ Ես միշտ փնտրում էի սրճարան, որը բացում է առավոտյան ժամը 7-ին։ Հարմտակ կվասաններն է պատրաստվում։ Ես հիմա աշխատում եմ Երևանում մեքենա չվարել, պարզա ինչի համար, որովհետև խնայում եմ իմ նյարդերը եւ կարևորը ժամանակը եւ հիմնականում մետրոից եմ օգտվում, այսինքն մեր տնից իջնում հրապարակի մետրո, քայլելով ուղիղ կարամել։ Նա ասա որ մետրոյով եկել ավելի հաճելի է։ Շատ։ Ես ուրեմն առաջին օրը աղջիկս հայտնաբերեց, այսինքն մենք միջև այդ որ ապրում էինք մեր տանը, մենք չգիտեինք, որ ընդամենը 4 րոպեից կողմ մետրո կա մեր տան տարածքում։ Յանան հայտնաբերեց ու ես տենց մի քիչ իմ համար տենց խորթ էր։ Ես այնքան ուրախ էի, ու ես չգիտեմ, բոլորը ինձ նայում էին, թե ճանաչում էին, թե նայում էին, հասկանան, այս աղջիկը խիասենց ուրախ, բայց ես այնց հաճույք ստացա ու շատ լավ է։ Հիմա պատկերացրի հիմնականում ես մետրոյով եմ տեղաշարժվում ու շատ ուրախ եմ դրա համար։ Բարի ախորժակ։ Բարի ախորժակ։ Ես միշտ ուտելուց աղոթում եմ։ Այդ կարամ այդ քեզ էլ։ Այսինքն աղոթում ավելի շատ ոչ թե զուտ աղոթ, կայ ոնց է շնորհակալություն եմ հայտնում հացի համար, սիրուն օրվա համար, ասում թող աշխարհում սոված մարդ չլինի, թե հոգեպես, թե ֆիզիկապես, թող բոլորը լինեն կուշտ, գոհ եւ շնորհակալ։ Բարի ախորժակ։ Բարի ախորժակ։ Շատ համեղ է։ Յուտել է, չէ՞ շատ հարմար։ Շատ։ Ոնց նա։ Միացյալ Նահանգներում դե բնականաբար ավելի ծովամթերքը համեղ է լինում, բայց այստեղ ոնց է հավանում ես ձկներենը։ Ամեն ինչը շատ համեղ է, ես չեմ սիրում համեմատել, որովհետև յուրաքանչյուր տեղ կա եւ լավը եւ վատը, կարևորը դու հասկանաս ինչ ես ուզում եւ գնաս միշտ լավի հետևից, թե չէ համեմատությունները ես կարծում եմ շատ են մեզ խանգարում, սկսած կենցաղային ամեն ինչից մինչև ավելի գլոբալ բաները, սկսում ես համեմատել, քեզ այդ շատ է սկսում խճճել։ Դրա համար պետքա կարողանաս ամեն ինչին ավելի սենց ռեալ նայել, պարզ նայես ու հասկանաս ինչա քեզ պետք, որովհետև յուրաքանչյուր մարդ է որոշում որտեղ, ոնց եւ ինչ անդրի։ Ինչու մի բան լավ չի քո քիմքին, չգիտեմ, հաճելի չի կամ քո արժեքներին, ուրեմն ուղղությունը փոխի հակառակ, որովհետև
ամեն ինչ կա, նայած ինչ ես դու ես կյանքում վերցնում։ Վայանմանական տոստը։ Չհետաքրքիր չէ, համեղ ուտելիքից տրամադրությունը սանկել շատ է բացվում։ Դա ամենահաճելի բարիքներից մեկը լավ ուտելն է։ Ասում եմ երջանկության հորմոնները լավ ուտելուց ուսում են արտադրվել։ Ես նոր իմացա, որ դու ընդունվել ես Գիտությունների ակադեմիա եւ հոգեբանության բաժինը։ Այո։ Հետաքրքիր վերջին տարիներին հոգեբանությունը գերակշռում է քո կյանքում։ Քեզ ի՞նչն է պակասում, որ գնացիր այդ մասնագիտության ետևից եւ հիմա գնալով գիտելիքներդ խորացնում ես։ Կպատմես մի փոքր։ Իհարկե, հոգեբանությամբ ես սկսել եմ հետաքրքրվել դեռ մանկուց, որովհետև նախ մամասը միշտ սիրել ու միշտ դեռ փոքր ժամանակ գալիս էր ինչ-որ տեստեր, բաներ ու ոնց որ այդ միջավայրը միշտ իմ կողքը եղել է։ Դեռ երևի 9-10 տարեկանից շատ էի հետաքրքրում, հա, աստղաբանությամբ, չգիտեմ, թվեր, բան, միշտ ինձ հետաքրքիր է եղել մարդի իր տեսակով միշտ 13-14 տարեկանից մամաս մի հատ շատ լավ ընկեր ուներ, ով որ հոգեբան էր ու հիշում եմ, որ ինքը եկավ մեր տուն, ինչ որ տենց սկսեց մարդկանց մասին խոսել, տեստեր անել, ես ինձ ցնցված էի, որ իմ համար մի հատ նոր աշխարհ էր ու կողքից նայելով թե ինքը ինչ էր անում, ոնց որ ինքնաբերաբար այդ ամեն ինչ ոնց որ տենց սպունգի պես կլանեցի իմ մեջ, նկարելով կարողանում էր բնորոշել մարդկանց բնավորությունը, իրենց տեսակը, հա։ Ու ես դա ուղղակի կողքից տեսա ու սկսեցի անել ու իմ մոտ տենց չգիտեմ, բոլորն ասում են որտեղից ես որ ասում տեսել եմ ու իմ մոտ ստացվում ոնց որ այդ պահին կարողանում ես մտնել այդ մարդու էներգետիկ ոնց որ ինֆորմացիայի մեջ եւ ասում ես այն ինչ որ իրան անհանգստացնում որովհետեւ իրոք նկարելը շատ բան է խոսում։ Երբ որ եկավ իմ կյանքում մի ժամանակահատված, երբ որ նայում ես ոնց որ ամեն ինչ ունես, ընտանիք, երեխաներ, աշխատանք, բայց ինչ որ մի բան պակաս է, այդ ինչ որ մի բանի պակասը քեզ տանում է դեպի այնտեղ որ ավելի խորը սկսես քեզ ուսումնասիրել, ինքնաճանաչողություն, հոգի, հավատք, ով եմ ես, ինչի համար եմ ծնվել, այն հարցերը, որոնք հիմա շատ-շատ արդիական են։ Ու այդ հարցերի անպատասխան լինելը ինձ տարավ շատ ու շատ տարատեսակ ճանապարհներով, եւ սխալ եւ ճիշտ։ Օրինակ շատ անգամ ինձ ասում են, լավ, ինչին է պետք ամեն ինչ, ու ասում ոնց կարա ձեզ չհետաքրքրի ձեր ներսը։ Ինձ հետաքրքիր է իմ ներսը, ինչի եմ ես sense մտածում, ինչի ես մեկը sense, ինչի այն մեկը sense, իսկ ես այդ տարբերությունների մեջ փնտրտուկների արդյունքում դու գտնում ես քեզ, այս կյանքի ինչ է, մի ճանապարհ, որը որ գալիս ենք մենք, որպեսզի ճանաչենք ինքներս մեզ։ Ճանաչենք եւ հիշենք, թե ով ենք մենք։ Մանո գիտես ինչն է հետաքրքիր, բնականաբար դու շատ անկեղծ ես, միշտ բոլորդ էլ անկեղծ զրուցում ես։ Հիմա վերջին շրջանում շատ խոսում ես Կոստանդին Սարգսյանի մասին։ Մարդիկ դա մեկ մոտ մտածում են, որ աղանդ է, ինչ որ չգիտեմ, բայց քո օրինակ անձնական էջում էլ մեր ավետարանը կա, չէ՞։ Չգիտեմ, տեսնում են դու մեկ այս հավատքում կարաս լինես այստեղ այնտեղ եւ հիմա հետաքրքիր է չկողմնորոշված է որպես դիտարկում, հա, հավատքի առումով, որովհետեւ չգիտեմ, տարբեր մարդկանց ուսում ես այո տարածում։ Դու ո՞նց ես այդ ամենին վերաբերվում։ Ինչ որ կապված է հավատքի հետ, իմ մոտ սահմաններ չկա։ Ես քրիստոնյա եմ եւ ոչ մի բան չեմ հերքում եւ ինձ համար կարեւորը քո ներսի ներդաշնակությունն է եւ կապն է Աստծո հետ։ Յուրաքանչյուր մարդ ըստ իր ներսի հոգեվոր ընկալման չափի այդ ամեն ինչը ընկալում է այնպես ինչպես որ ինքն է ընկալում։ Ինձ համար չկա դու ճիշտ ես, ես սխալ եմ, իրանք այսինքն չեմ ամեն տեղից այն ինչ քեզ պետք է։ Ոչ թե վերցնում ամեն տեղից այն, ես հիմա եկել հասել եմ այն աստիճանի վրա, որ ինչ որ միտեղ ինձ պետք չէ գնալ կամ ինչ որ մեկի մոտ Աստծո ներկայությունը զգալու համար։ Եվ ես չեմ ուզում աշխարհը, կրոնը, հավատքը բաժանել եւ ասել ճիշտ ու սխալ, որովհետեւ մեզանից յուրաքանչյուրն ունի իր ճանապարհը, որի մեջ գտնում է իր ճշմարտությունը եւ ի վերջո այդ բոլոր ճանապարհները գալիս ու բերում են միտեղ։ Հիմա դու այսօր եկել ես այս սրճարան, ես եկել եմ ոտով, դու եկել ես ինքնաթիռով։ Տարբերությունը, բայց մենք եկել ենք նույն տեղը։ Ու վերջում բոլորը ձգտում ենք, ուզում ենք գնանք այդ նույն տեղը, այդ աստվածային ամենամաքուր, ամենաիսկական, ամենաանկեղծ հոգու խաղաղություն։ Ու դրա համար ես
չունեմ սահմաններ, ես ոչ մեկի հետ չեմ, ոչ մեկի հետևից չեմ գնում, ես ունեմ ինձ համար իմ Տերը, իմ Աստված, որը իմ սրտում է ու փորձում եմ անկեղծ լինել ինքս իմ սրտի հետ, իմ ապրած ճանապարհի դրա մեջ իր սխալներով, իր ձեռքբերումներով լինել առաջին հերթին անկեղծ ես իմ հետ, որովհետև ես հիմա կարամ նստեմ, շատ սիրուն խոսեմ, ու որը որ հիմա ցավոք սրտի շատ են, բայց ոնց ես կարողանում հասկանալ այդ մարդու ասածի մեջ ճշմարտություն, անկեղծություն կա, նայելով իր պտուղներին։ Շատերը ինձ կհամարեն սեկտանտ, շատերը կհամարեն ինձ մոլորված, շատերը կհամարեն, չգիտեմ, շատ երջանիկ, այդ ամեն ինչը ոնց որ մաքրելու վարակույրը բացելու համար, նա այդ մարդը ինչ ունի, ինչ պտուղներ։ Հիմա ես չեմ սկսելու գովալ ու ասել ես էս ունեմ, այն ունեմ, ովքեր որ տեսնում են, ովքեր որ չեն տեսնում, Աստված իրանց հետ։ Չունեմ ոչ մեկին ապացուցելու կամ ես ուղղակի շատ սենց բաց ու անկեղծ փորձում եմ կիսվել այն ամեն ինչով, ինչը որ ես ունեմ, դա ոչ ավելա, ոչ պակաս, դա իմ ճանապարհն է, իմ ձեռքբերումն է։ Ում որ հետաքրքիր է, ինձ գրում են հարցեր են տալիս, սիրով կիսվում եմ։ Ում որ հետաքրքիր չի, թերթում անցնում է առաջ։ Իսկ ով որ քննադատում է, թող մի հատ առաջին հերթին ինքը պատտվի իրան հարցնա, ինչի է քննադատում, որովհետև դա առաջին հերթին գայս է մարդու ներսից։ Ինչն է քեզ ջղայնացնում իմ մեջ։ Այդ հարցը դու տուր, երբ որ ստանաս անկեղծ պատասխան, ստացիր լուծի եւ անցի առաջ։ Իսկ քո կյանքում ինչ փոխվեց Կոստանտին Սարգսյանի հետ հանդիպումից, ճանաչելուց հետո նրան։ Փոխվեցի ես, որովհետեւ ինքը կարողացավ ինձ շատ sense կոնկրետ տալ են հարցերը, որոնցից ես միգուցե անգիտակցաբար շատ ու շատ ժամանակ խուսափում էի։ Ինքը ի տարբերություն, որ ես շատ տարբեր մասնագետների ուղղությունների, սկսած կրոնական սեկտաներից, այդպես սկսած ամենտեղ գնացել եմ, փորձում էի գտնել ճշմարտությունը այսքան ինձ, ինքը են մասնագետներ, ուսուցիչներ, ով որ ոչ թե քեզ տալիս է հարցի պատասխան, այլ կարողանում է այնպես անես, որ դու գնաս քո ներսը ու դու պատասխանես։ Այսինքն ինքը քեզ տպավորություն է, որ ուղղություն չի տալիս, չի փաթաթում այն ինչ որ ինքը ունի։ Ուղղակի կարողանում է ստեղծել են դաշտը, որ դու առեր ես, հանդիպում ես ինքդ քեզ ու հարցնում ես, ինչի ես ուզում իմանաս ով ես դու, դեպս ով ես դու, ինչի համար ես ծվել, ինչ ունես, այսպես շատ sense հարցերի շղթա, որը որ դու միանգամից չես գտնում, որի համար դու պետք է ճանապարհ անցնես, որովհետև մեզ յուրահատուկ է դարձնում ոչ թե որ մենք յուրահատուկ ենք, այլ յուրահատուկ է դարձնում մեզ մեր անցած ճանապարհը։ Նա հետ ես նայում, որտեղից ուր ես հասել, ինչ ես արել, ինչ չունես, ոնց որ կարգ ու կանոն ներսում, կարգ ու կանոն դրսում։ Մարդկանց հիմնական խնդիրը իմանա Հիսուս, ես ինչ եմ հասկացել։ Չեմ ուզում ընդհանրացնել, իլավ իմ մասին խոսեմ, որ շատ դեպքերում, շատ բաներ ես փնտրում էի դրսում։ Հարցեր փնտրում էի դրսում, բայց այդ դրսում հարցեր չկան, ներսն է։ Երբ որ դու քո ներսը ամեն ինչ դնում ես ճիշտ իր դարակներով, թե դուրսը քո համար դառնում է քո ներսի արտացոլանքը։ Դրա համար փնտրեք ներսում, իսկ հիմա ամեն ինչ աշխարհը տանում է դեպի դուրս, սկսած արտաքինից, ամեն ինչից դուրս, ինչ որ մեկին ինչ որ բան ապացուցել, ինչ որ մեկին ինչ որ բան ցույց տալ, մամային, պապային, ամուսնուն, երեխային, չէ, դու ինքդ քեզ։ Իմ ամենամեծ ոցոր մրցակիցը ես ինքս եմ։ Ու ես չունեմ ինչ որ մեկին ինչ որ բան ապացուցելու, ցույց տալու ես լավն եմ թե վատը։ Ես այսպեսին եմ, ինչպեսին որ ես կամ իմ լավ եւ վատ կողմերով։ Դա լավ է, չէ՞, ես քեզ խոսացնում եմ, ես ուտում եմ։ Բայց դու էլ չէիր ուտում։ Գիտես, նոր խոսում էի, ինչ էի մտածում։ Դու ինչ ռիսկ ունես, էլի քո մեջ, որ անկեղծ բաց ասում ես, որ դու տարբեր հավատքներում, հա, ինչ որ եղել ես։ Այո, դու չես նորմալ քննադատություններից, առհասարակ մարդկանց մեկնաբանություններից։ Մարդկանց քննադատությունը թե լավ, թե վատ, այսինքն մանոն լավն է, թե վատն է, ճիշտն է, թե սխալն է։ Իմ կյանքի որակի վրա ոնց պետք է ասեն, եթե իմ մոտ չկա։ Բայց դու եկել ես ուրեմն այդ դիտակցման, որ քո կյանքի որակի վրա։ Հավատա, երևի ես միշտ եմ տենց եղել։ Հա, անկեղծ։ Միշտ ես իմ ծնողները շատ ու շատ բաների համար դեմ են եղել, որովհետև այս ժամանակին շատ տարբեր այսպես չակերտավոր սեկտաների էի գնում։ Հա, բայց ոչ մեկ չի ունեցել այդ ուժը, որ կարողանա ազդի, որ ես չանեմ ինչ որ դա իմ հոգու փնտրտուկներ, որ ես այդ բոլոր տեղերը պետք է գնայի, որ այսօր հասնեի այստեղ։ Ես էլ չգիտեմ դեռ ուր եմ գնալու, ինչ արնելու, բայց գիտեմ, որ ես հիմա խնդիր չունեմ, որ ես ներսից հանգիստ եմ։
Պրես ամեն օր զարթնում եմ այդ զգացողությամբ, որ Տերը, շնորհակալ եմ քեզ իմ այսօրվա համար, ամեն ինչի համար, այն մարդկանց համար, օդի համար, ջրի համար, դա իրանք այնքան շատ են։ Բայց հետաքրքիր հակասություն կա, չէ՞, Սարգիսն էլ միայն քրիստոնյա չէ, մեր հայ առաքելական Շատ եկեղեցի։ նորմալ է ինքն, հա։ Դա տան ինչ որ, չգիտեմ, Եղել են, բայց ոնց որ այդ ժամանակահատվածներ ենք մենք իրար հետ հաղթահարել, հասկանալով, որ տարբեր է մեր երկուսի ընկալումները ու ճիշտ ու սխալ չկա, որովհետև ամեն մեկս անցնում ենք մի ճանապարհ, կարևորը այդ ճանապարհի ընթացքում, եթե փոփոխությունը դեպի դրական է, դու ինչ-որ ֆանատիզմի կամ ինչ-որ, չգիտեմ, ծայրահեղական բաների մեջ չես մտնում, ուրեմն ճիշտ է, բայց դու մի քիչ ուրիշ ձև ես գնում։ Նույն ձև, ասեմ, այդ մեծ փոփոխությունը կա իր մոտ, որ ինքը այդ ճանապարհով է գնում ու ես բացարձակ կռիվ չունեմ իր հետ, ու մենք իրար հետ դնում քննարկում ենք ու շատ դեպքերում երկուսս խոսում ենք, շատ վերջում սկսում ենք ծիծաղալ, մենք 2 ժամ կարող է ինչ-որ նույն հարցի շուրջ ինքը ասում է, չէ, սենց է, ես ասում, չէ, սենց է, չէ, սենց է, հետո գալիս եմ, որ հասնում ենք երկուսս նույն բանն ենք խոսում, նույն բանը։ Ուղղակի ես մի քիչ սենց եմ բացատրում, ինքը մի քիչ նենց ու իրոք վերջում այնքան ծիծաղալու, ալինում ասում, ինչքան հետաքրքիր չէ, մենք կարող ենք մի բանի շուրջ վիճենք ու չկարողանանք մի պահ որ ասում, մի հատ էլ խորը շունչ քաշի։ Հենց այդ էլ կյանքի հետաքրքրությունն է, ինչի պետքա դու իմ նման լինես կամ ինքը իմ նման մտածի։ Կարևորը մենք ինչ ենք անում։ Կարևորը արժեքն է։ Երկուսս գնում ենք դեպի լույսը, երկուսս գնում ենք ինչ-որ բան հասկանալու, ճշմարտություն, սեր, այդ երևույթը, այդ էներգիանով ինչ ուզում է ասի։ Կարևորը երկուսս դեպի տեղ են գնում։ Հիմա ինքը մի քիչ կռվելով է գնում, ես մի քիչ խաղաղ եմ գնում, այն մեկը հակադրվելով է գնում, նորմալ է։ Աշխարհի ամենագեղեցիկ ու կարևոր բառը իմ համար դա հասկանալն է։ Երբ որ մենք իրար հետ սկսենք վիճել ու մի պահ ես փորձեմ ոչ թե քո հետ վիճեմ, ապացուցեմ իմ ճիշտ, այլ հատ հասկանամ, ես մարդը ինչա այսքան ջղայն, մի հատ այդ մարդուն ջղայն ժամանակ պատտվես ես քեզ հասկանում եմ, որ սենց դու ձեր տան են կրքերը հանդարտ։ Ես հասկացողն եմ։ Հա, շատ անգամ այդ հարցը տալիս է, ես դա տենց դարել եմ, թե տենց ծնվել եմ, ես տենց ծնվել եմ։ Երևի որ ասում ամեն մարդ ունի այս կյանքում իր առաքելությունը, Աստված ամեն մեկին տալիս է ինչ-որ մի բան, որը որ դու ավելի լավ ես անում, քան ես, չէ՞։ Ու դա այն չի, որ ես բարձր եմ, դու ցածր։ Ես ավելի լավ կարողանում եմ հասկանամ, Սարգիսը ավելի լավ կարողանում է ուղղորդի, չգիտեմ, Էվան ավելի լավ կարողանում է այդպես լույս տա, արև տա, Յանան ավելի լավ կարողանում է ամեն ինչ ֆիլտրել։ Եվ ես օրինակ իմ համար այս վերջերս մեծ բացահայտում արեցի։ Ամուսինը կնոջ հայելին է, որ շատերին ասում են, մի րոպե ոնց ասեք ովքեր ունեն անձնական խնդիր, ասում, հա, ինքը հայելին է արտացոլում է քո մեջ այն ամեն ինչ, ինչ որ դու չես ուզում, ինքդ քո մեջ տեսնել, այսինքն քո մոտ անկյունները։ Չէ՞ որ մենք բոլորս էլ ինձանից է սկսած չես կարա դու սոցիումում ինչ որ դիմակներ չկրես։ Դիմակ կրել չի նշանակում ինչ որ բան խաղալ, այսինքն ես այսպեսին էլ կարող եմ լինել։ Հիմա ես չեմ կարա այսօր հողաթափերով կիսա լողացած գսրփիչը փաթաթած իմ վրա կամ նստեմ, մեկ-մեկ մարդիկ գնում են այդ ծայրայությունը, չեք ասել պետքա բնական լինել, այսինքն չափ կա վիճակը, բայց կարևորը այդ ամեն ինչը դու անես գիտակցված, դրա մեջ չկորցնես քո իրականը։ Հիմա շատ են բաժանություններ, օրինակ, չգիտեմ, ես ես նայում եմ կողքս ամբողջովին քաոս է ու շատ եմ տխրում, երկարատև ամուսնություններ, շատ եմ ցավում, որ անդադ ինձ հարց եմ տալիս, լավ, ինչի։ Այսինքն կան զույգեր, որ նայում ես ի սկզբանե իրենք իրար հետ կապ չեն ունեցել, եւ կան զույգեր, որ նայում ես իրանք շատ լավ ինչ որ ընդհանուր բան են ունեցել, բայց հիմա սենց սկսելա ոնց որ տարաձայնությունները եւ կարծես թե հատկապես կանանց կողմից հոգնել են պայքարելուց։ Կա դրա պատճառը, որովհետեւ աշխարհը քեզ այնքան ինֆորմացիա տալիս, թեկուզ այդ ինքդ քո հետ լինելու, այս հոգեբանությունը, ամեն ինչը, բայց մի քիչ տպավորությունա, որ շատ ենք շեղվել դեպի ուրիշ կողմ։ Ընտանիքը իր կարևորությունը, իր արժեքը կորցրել է, տղամարդու հետ պետք չի մրցել։ Տղամարդուն պետք է հասկանալ, հասկանալու համար առաջին հերթին կինը պետքա իմանա իր ուժը, իր արժեքը, իր դերը ընտանիքում, որպեսզի կարողանա, որովհետև կնոջ էներգիան է ապահովում ամբողջ ընտանիքի մթնոլորտը։ Բայց երբ որ կինը չգիտի ինքը ով է, չգիտի իր արժեքը, չգիտի իր ուժը,
Դա ես կարծում ամենաավոր բանը։ Միշտ ընկերուհիներս ասում են դու միշտ տղամարդկանց կողմից ես, ասում ես տղամարդկանց կողմից չեմ, ընդհակառակը։ Ասում հասկացեք ձեր ուժը, տեսեք ինչ կարող եք դուք անել, որովհետև կյանք տալիս է կինը, ոնց որ մեզ Աստված տվել է ծնելու ունակություն, այդ նույն էներգիան տարածվում է ամենտեղ։ Եթե դու չկարողացար տեսնել քո տղամարդու մեջի պոտենցիալը, չհավատալ այդ դրան, այդ տղամարդը երբեք տղամարդ չի դառնա։ Մի քիչ ավելի կոպիտ է, այսինքն դու ես ծնում։ Տղամարդը իր տեսակով ոնց որ արևի էներգիան է, ուղիղ, ինքը գնում է։ Կինը պետք է իրան թույլ տալ ինչ-որ բան ուզել, կինը պետք է իրան թույլ տալ առաջին հերթին երջանիկ լինել, որպեսզի այդ տղամարդը գնա բերի այն ամեն ինչ որ իրան կդարձնի երջանիկ։ Ընդհանրապես այս աշխարհում այն ինչ որ արվում է կնոջ համար։ Դու միշտ ես այսպես մտածել։ Ես միշտ հիմա գիտակցությունս հիմա է ավելի sense ոնց որ աճել, բայց ներսից այդ միշտ զգացել եմ, որ մեր ամուսնությունը, հա, որ գնամ ավելի sense հետ խորքային, ես ամուսնացել եմ մի մարդու հետ, որ եղել է զրոյական կետ, զրո բառից որ իմաստով։ Հիմա ես հետ եմ նայում, ասում լավ, ինչն էր մանո, ինչն էր, այդ ինչ գերբնական ուժ էր, որ դու կարողացար դատարկ ինչ որ բանին հավատալ, որ հենց այդ մարդը պետքա քեզ տային ինչ որ կա։ Հավատ։ Մի խոսքով հավատ։ Այսինքն ես իրան ամուսնացել։ Քանի տարի առաջ։ Որ թվականն էր։ 2006։ 2006 թվականին ես հիշում եմ օրինակ կա շրջան, երբ ամուսնացած բաժանված մարդիկ չէ ինչ որ ուրեմն պիտակավորված էին իրար։ Գիտես ինչ պիտակ է։ Ինչ պիտակ էր, всё։ Հիմա բացի այն որ դու զրոյական կետում գտնվող ես։ Նայես այնց մեծ պատմությունով մեկին վերցնում ես մի հատ այնց ամբողջ աշխարհիկ աշխարհ, որովհետև ոնց որ տպավորություններ ես ոնց որ հոգևոր լինեի, ինքը լիներ աշխարհիկը։ Հա։ Ու մենք պետքա միաձուլվեինք, ինքը ինձ պետքա տար այս աշխարհի ընդհանուր ամեն ինչը ոնց է, որովհետև ես էլ չգիտեի ոնց է պետք լինել այս կյանքը, որովհետև ես օթերում էի։ Ես էլ իրան պետքա տա այդ օդ թռնելու հնարավորություն։ Ընդհանրապես կնոջ ու տղամարդու հենց խնդիրը է դա։ Դառնալ մեկ, ամբողջ չմրցել իրար հետ, վերև ներքև առաջին երկրորդ չկա տղամարդը առաջինը կինը երկրորդն է ասես կաք դուք միասին ես իմ բոլոր հարցերը միշտ հիմա փնտրում նայելով բնության նայելով ոնց է ինձ Աստված ստեղծել չես կարա մեկը հանես այն մեկը դնես ասես էսի կարևոր չի ամեն ինչն է կարևոր նույնն էլ է հարաբերությունների մեջ տղամարդը ընդհանրապես այս կյանքում ամեն ինչ անում է մի բանի համար որ կինը ժպտա կինը պետք է կարողանա սովորի ժպտալ պետք է կարողանա սովորի իրան թույլ տալ լինել երջանիկ, որովհետև կինը պետք է գիտակցի, որ իր երջանկությունից կախված է այդ ամբողջ ընտանիքի էներգիան։ Երբ որ դու դժգոհ ես, երբ որ դու չես տեսնում թեկուզ այն տղամարդը ինչ որ քո համար անում է, դու ես կառուցում իրան։ Ինքը քո հայելին է։ Բայց դու կարծում ես, որ հիմա մեր հասարակությունը այդ ամեն ինչը գիտակցում է եւ տղամարդիկ եւ կանայք։ Մեկ գիտակցել, հասկանալ եւ դնել գործողության մեջ։ Շատերը շատ սիրուն խոսում են։ Հիմա օրինակ շատ ու շատ հոգեբաններ կան, նայում եմ, դիտարկում են, խոսում են ընտանիքի արժեքների մասին, բայց իրանք ընտանիք չունեն։ Կա երկու հակասական կարծիք, անպայման չի դու դա ունենաս ու դրա մասին խոսես, անպայման է ինձ համար պարտադիր է։ Ես հիմա չեմ կարա խոսել ինչ է նշանակում լինել ամուսնացած բաժանվածքին եւ ինչպես անել այդ ստրեսից դուրս գալ, որտեղ ես դա չեմ ապրել, չգիտեմ։ Բայց ես կարամ խոսեմ ինչպես հաղթահարել ամուսնացած բաժանված տղամարդու հետ ապրելը, ինչպես ստեղծել քոնը, ինչպես էս ինչի, ինչպես էս ինչի, այսինքն որովհետև դա քո անցած ճանապարհն է, իմ անցած ճանապարհը իմ համար արժեք է։ Ես ինչ որ բան հիմա որ խոսում եմ, գրքից չեմ խոսում։ Ես խոսում իմ անցած ճանապարհից ելնելով ու ինձ իրավունք են վերապահում խոսելու, որովհետև այսօր ունեմ շատ ու շատ ձեռքբերումներ, որոնք շատ այո համարցակ կարող եմ ասել, որ ես դա ունեմ։ Ես ունեմ ամուսինով, որ ինձ սիրում է, ես ունեմ երեխաներ, ովքեր որ իրենց տեղում են ու երջանիկ են իրենց խնդիրների հետ մեկտեղ, ընտանիք, որտեղ որ բոլորս մեզ լավ ենք զգում ու դա պետք չի իդեալականացնել եւ եթե ինչ-որ մի օր լինի, ինչ-որ մեկը ինձ տեսնի տխուր, որ դա նորմալ է։ Դա չի նշանակում, որ մենք ամեն օր ցնցվում ենք երջանկությունից, բայց ընդհանուր դա կա։ Իսկ մնացածը խնդիրներ են, որոնք ամեն օր են լինում ու որոնք որ լուծելի են։ Ես ուզում եմ քեզ հյուրասիրեմ։ Իսկ աղջիկների հետ զրուցում ես։ Անպայման միշտ Տարբեր թեմաներով։ Իրանք երկուսը շատ տարբեր են, բացարձակ։ Ամեն ինչի մասին։
Հա, բաց։ Սկսած համբուրվելուց միջև ամենա, չգիտեմ, վեր թեմաներ, ինչա հավատ, ոնց ապրել, հա։ Այդտենց բաց։ Օրինակ դու այդպիսի ընտանիքում էլ մեծացել ես, քո մաման է դու։ Դու ոնց ես բա այդպես դարձել։ Ես շատ փակ եմ եղել։ Հիմա դու պատկերացրես քեզ գնայիր մայրիկիդ հետ խոսեիր համբուրվելուց։ Գիտես, երևի այդ ժամանակներն էլ էին ուրիշ, ոնց որ դա որպես սովորույթ չէր։ Մեկ-մեկի աղջիկներին այնպես հարցեր են տալիս, որ ես եմ ուզում հասկանամ հիմա ես ոնց պետք է ասեմ, ինչ, բայց ես գիտակցում եմ, որ դա շատ ավելի ճիշտ է, որովհետև ավելի լավ է այդ բոլոր հարցերը։ Մենք նույնիսկ կարող ենք նստել խիստ անձնականից, երբեմն ես առաջին անգամ սիրահարվել, ոնց էր, ինչ էր, սենց, ու ինքան լավ է, որովհետև իրանք իմ համար բաց են, ես գիտեմ ու բոլոր հարցերը գալիս են ծնողներից են։ Մեկ-մեկ նույնը Սակոյնն այնց հարցեր են տալիս են, որ ինքը հիմա այսի հետ էլ է։ Հա, բաց։ Լրիվ։ Ու շատ լավ է, շատ հաճելի է։ Աստվածի, չհետաքրքիր է, Չէ, մենք չգիտեմ, դու ավելի ոնց որ երիտասարդ սերնդից ես, բայց իմ ժամանակ չկար տենց բան, ավելի շատ ընկերուհիների հետ։ Այնպես շատ սենց մոտ, հա։ Ասենք ես հիշում եմ իմ առաջին համբույրը, որ տենց ինչ որ դու տենց գլուխդ փակ քեզ թվում է ինչ որ շատ վատ բան է քո հետեղը, բան, բայց ընդհակառակը ասենք հիմա իմ աղջիկը ասես մամա ես առաջինը գալու եմ քեզ պատմեմ, ասում եմ բա ում պետքա գաս պատմեմ, ասում է դա նույնիսկ պետք է կիսվի, դա սիրուն երևույթ է, դա զգացմունք է, նորմալ է որ ես այսիշ բանն եմ զգում, ասում կարագասի նորմալ է, այսօր ես այս աղջկան նախանձեցի, ասում նորմալ է, նորմալ չի, որ դու դա քո մեջ պահես նորմալ է, որ պետք է հասկանաս ինչի նախանձեցիր, որտեղից եկավ։ Ու գիտես, sense հերթով սկսում ես բացատրել ու մեկ էլ sense այն օրը լացելով Եվան մտելով մամա այսօր ես վատ բան եմ արել, ինչ ասում եմ, ես չգիտեմ, ընկերուներիցս մեկին ավոր նախանձեցի, որ ինքը sense որ ես վատ եմ, ասում չէ, ասում դա նորմալ է, դա մարդկային էմոցիա է։ Հիմա հասկանանք ինչն է եղել պատճառը։ Հասկացանք, հիմա դու այդ բանը ուզում ես, դու դա կարաս անես։ Ոնց կարաս անես, կա 4 տարբերակներ, կաս մամային խնդրես, այս ինչ անես, ես բացում հա, всё, անցա։ Էդ է, բայց երբ որ մենք սկսում ենք այդ բացասական էմոցիան պահել մեր մեջ, հետո դա սկսում է մեզ ճնշել, դու սկսում ես ներսից քեզ sense սպանել, ասել ես վատն եմ, всё գնաց, sense պետքա գնալ, եկես գումես հասել ես եսի նոր ինչի։ Պատճառ հետևանք, ինչու։ Դրա համար պետքա խոսել։ Քանի ծնող մայր հարաբերություններ, ամուսիններ խոսել։ Ինչ եմ ես հասկացել, որ մի կողմ դնենք զգացմունք ասվածը, ընտանիքը առաջին հերթին դա ընտրություն է ու աշխատանք, որը որ երբեք չի դադարում։ Երբեք չկա մի պահ, որ դու ասես ես հասա կամ ես ունեմ, որովհետև յուրաքանչյուր օր իր հետ բերում է տարատեսակ խնդիրներ, ոնց է տարվա մեջ եղանակները նույն ձևեր հարաբերությունների մեջ կա աշուն, կա ձմեռ, կա գարուն, կա ամառ, իսկ պետք չի երբեք ծայրահեղությունների մեջ ընկնել ու կարողանալ ինքդ քո հետ լինել համահունչ ու ներդաշնակ ու հասկանալ, որ դժոխքի միջով պետք է անցնել շատ արագ, չմնաս ինչ-որ մի վատի մեջ, չմնաս նեղացած, չլինես այդ զոհի կարգավիճակում, որը շատ դեպքերում, ինձ նեղացրեցին, թույլ ես տալիս, որ քեզ նեղացրին, եթե դու որպես կին, որպես մարդ կապ չունի ինքնաբավ ես, հիմա դու ինձ չգիտեմ նեղացրեցիր, այսինքն վայ մանո երկար ես օրինակ խոսում, եթե ես ինքնաբավ եմ, կամ կասեմ վայ ճիշտ ես ասում չէի նկատել, կամ կասեմ բայց ինչի ես դու տեն, ինչ որ մի հարց կտամ, որ ըստ քո պատասխանի իմ մեջ արդեն ոչ մի նեգատիվ էմոցիա չի, որովհետև այդ խոսակցության ընթացքում սկսում է ճանաչել, իսկ մեզ ամբողջ կյանքը այս ժամանակահատված աստվածը մեզ տվել է մի բանի համար, ինքնաճանաչողություն։ Հիմա դու մտածում ես, որ հասարակությունում շրջանում բաժանությունները շատ են, հենց չխոսալու արդյունքն է։ Չխոսալու անտարբերություն հիմնականում, որ մարդիկ տարիներ, 20 տարի, 22 տարի իրար հետ ապրում են ու չեն ճանաչում իրեն, չգիտեն ով ինչ գույն է սիրում, չգիտեն ով ինչ է սիրում, ինչ գիրք է սիրում, ինչ ուտեստ է սիրում, այսինքն ամեն մեկը ընկած է նյութի հետևից, գումարի հետևից ու դրա մեջ կորցրել է կարևորագույն հոգի կապ ասվածը։ Բայց իմ մոտ գիտես ինչ տպավորություն է, որ 20 տարի առաջ ամուսնացածներն են, որ ուղղակի որպես պարտականություն ամուսնացել են ու այդ կյանքով կենցաղի մեջ խրված ապրում են, բայց հիմա ես կարծում եմ, որ ովքեր նոր են սկսում իրենց կյանքը, չէ, կառուցել, ավելի գիտակցված են գնում այդ քայլերը։ Ժամանակները փոխվել է, հիմա ասում են իմ ծնողները ասում են մեր ժամանակ մենք երջանիկ էինք, չկա այդ բան։ Խորհրդային տարիներում բաժանություն ասվածը տաբուի պես եւ ամոթ էր։ Ու շատ մարդիկ ապրում էին դժբախտ
կախված լինելով հասարակության կարծիքից, որովհետև թե գրականությունը, թե ֆիլմերը, ամեն ինչը պրոպագանդում էր, որ ամուսնալուծվելը դա վատ է։ Ամուսնալուծվելը դա վատ է, իհարկե խոսքը դրա մասին չէ, բայց ինձ համար ավելի լավ է լինել ամուսնալուծված, բայց երջանիկ, քան լինել ամուսնության մեջ, բայց լինել դժբախտ։ Խորհրդային տարիներից հետո ասենք եղավ ծայրահեղություն, բոլորը զոհի կարգավիճակում, զոհի կարգավիճակից տեղափոխվեցին մի այլ կարգավիճակ, որ կա X փոքր խնդիր, վերջ այդ մարդը իմը չի, չգիտեմ, չենք պայքարում, ոչինչ չենք անում, իսկ հիմիկվա նոր սերունդը ես ընտրում եմ ինձ։ Ես ընտրում եմ ինձ, այդ բառը ասում են, դա շատ լավ բառ է, որ դու ընտրում ես քեզ, բայց դա պետք է լինի գիտակից, հետո դու պետք է հասկանաս, որ ընտանիքը դա աշխատանք է, ոչ թե դա զոհաբերություն է, դա եսի իջեցում է, դա աշխատանք է, երբ որ երկուսը իրար ձեռք բռնած քայլում են, մի քայլ ես եմ անում, մի քայլ ինքը, բայց երբ որ դու քայլ ու տեսնում ես հետևի նման մնաց հետևի պլանում ու չի գալիս, մի հատ հետ ես գալիս, հարց ու պատասխան ես տալիս, ըստ դրա հասկանում ես, կամ նորից իրար հետ նոր շնչով սկսում եք, կամ արդեն գնալ։ Դրա համար պետք է խոսել։ Քո Սարգսի հարաբերությունների մեջ եղել է շրջան, որ մտածես ամուսնալուծության մասին։ Մի անգամ ա եղել, ընդամենը ու հետաքրքիր է, որ պատճառը մեր մեջ չէր, այլ պատճառը ավելի շատ ինչ-որ մի երևույթի շուրջ էր, որը իմ համար կարևոր էր, որ ինքը դա իմ համար պետք է աներ, ինքը դա չարեց ու մտապավորեցներ, որ աշխարհը փլվեց իմ գլխին, որովհետև քանի որ դու երբ որ դիմացնիդ վերաբերվում ես այնց անվերապահորեն, իսկ եթե դա քեզ պետք է, մեկ եթե սա քո էսիչ բանը պետք է քեզ, եթե հատկապես գայիս ասում իմ համար էսինչ բանը կանես, ուրեմն վերջ։ Ես չեմ քննարկում ուզում եմ, երբ որ ինքը իմ խնդրանք ու ես շատ հազվադեպ եմ խնդրում դրեց քննարկման, այդ իմ համար տրագեդիա էր։ Հետո իհարկե ինքը իր սխալը հասկացավ, երևի այդ միակ ժամանակն ա եղել, որ մենք տենց կռվել ենք ու երևի մի երկու շաբաթ ու ես եմ գնացել տնից։ Գնացել ես։ Հա, գնացել եմ, հա, որովհետև իրոք ահավոր խորը հիասթափություն էր իմ համար, որովհետև ես գիտես արժեքահամակարգի վրա հիմնված մարդ եմ։ Ես երբեք իմ տված խոստումը չեմ դավաճանում, երբ որ դիմացինս կա պայմանավորվածություն ըստ ինձ տենց էր թվում, որ ինքն է տենց պետք է լինի, բայց ով ասել, որ դիմացին տենց պետք է լինի, անկախ նրանից սխալ է թե ճիշտ։ Նայ, գուցե կրիզիս է, ընտանիքում սխալ է ինքը եղել, ես չգիտեմ, հիասթափություն ես կոմենկում, հետո նստում ես խոսում ես, դիմացինը ունակ է քեզ լսելու, հասկանալու, ընդունելու իր սխալը, հետո էլ կյանքում այդ սխալը ձեր կյանքում չի լինում։ Բայց երբ որ, չգիտեմ, ես չնեղանայի, չգնայի ու մտածեի օ դե ինքը տենց է, ու այդ մնարի մեջ դա հաստատ մեծ եսիմ ուր էր տանելու, հաստատ մի օր միտեղից սպորտ գալու էր ու մեծ շատ ավելի վատ լիներ։ Դրա համար միշտ պետք է հարցերին լուծում տա։ Հանել ներսը միշտ մաքուր պետք է լինի, ոչ մի բան չպետք է գցես ներս։ Պատկերացրու մի շաբաթ տունը չհավաքես ինչ կրինի։ Դուք մեր հոգու վիճակը ինչ է, ինչքան մեղք ենք մենք։ Ու հետո ասում ենք դատարկությունը, ինչի եմ ես ինձ վատ զգում, մի հատ հլը, մի հատ ներսը չէ, վախենալու, ինչի չէ, մի երբեք ուշ չի, ես միշտ ասեմ, մի վախեցեք ձեր սխալների հետ առերես նստել, երբեք ուշ չի ինչ-որ բան փոխելու, այս կյանքը քեզ տրվել է մեկ անգամ պետք է իրան ապրես ուրախ, Աստված ուզում է քեզ մի բան լինես երջանիկ ու շնորհակալ, որովհետև ինքը քեզ տվել է անսահման հնարավորություններին ու բոլորից, ինչ չի տվել ավելի, քեզ չի տվել պակաս։ Եթե ես ունեմ, ուրեմն դու էլ կարաս ունենաս։ Ես ավել չեմ։ Մոտ միշտ այնքան մեծ ա եղել լավ ապրելու ցանկությունը, ես ափսոսում եմ իմ ժամանակը շատ։ Ափսոսում եմ ինչ-որ մեկից նեղանալ, իմ թանկ ժամանակը ծախսել, որ Պողոսը ինձ նեղացրել է։ Ես ոնց նայում եմ, միշտ քեզ ու Սարգսին կապում են իրար հետ։ Չէ՞։ Բայց դու առանձին օրինակ անհատականություն ես, դու առանձին կարիերա ունես, չես նյարդայնանում, որ միևնույնն է, քեզ որպես օրինակ Սարգսի կին կարող են ճանաչել, Սարգսին որպես Մանոյի ամուսին, այսինքն այդ բաժանումը պետքա լինի, չէ՞, ամեն դեպքում։ Նայեք, ընտանիքը ինչ է, համակարգ։ Ես երբեք չեմ նեղվել, որ ինձ ամբողջացրել են իր հետ ու ոնց որ sense կար տպավորություն, որ շատ անգամ ասում են տպավորություն, ոնց որ դու շող կրնես։ Ես այդ եղել է նրանից, որ ես երբեք չեմ մրցել ու տենց չեմ ուզեցել ցույց տալ, օй ես։ Ես եմ, հա։ It's okay, ու հիմա էլ ինչ-որ բան չեմ անում, հիմա ուղղակի կյանքն են ստացվեց, որ ոնց որ առանձին մարդկանց սկսեցի հետաքրքրել ես, բայց դա չի արվել միտումնավոր, այլ որ խնդրում եմ ինձ է տեսեք, ասեն, հենց դա եղավ,
ավելի շատ Կոնստանտին Սարգսյանի հետ հանդիպումից հետո, որ ասում է ցույց տուր քեզ, բացվի, ինչից թաքնվել։ Իսում էր դրա կարիքը չկա, բայց երբ որ դու արդեն սկսում ես ինքդ քեզանով զբաղվել, դա ինքնաբերաբար արդեն իսում էր, որ ինչ որ ես մտածում եմ, այն ինչ որ ես գիտեմ, կարող եմ մարդկանց հետաքրքիր չի։ Հա։ Ու դա չէր բերել նրան, դա կոմպլեքսների մասին չէր, ուղղակի ես մի քիչ ուրիշ եմ մտածել, ասում եմ լավ, ավելի շատ երևի ճիշտ չեն հասկանա։ Բայց երբ որ եկավ այն պահը, որ ես սկսեցի չմտածել կհասկանան թե չէ, այլ ուղղակի սկսեցի արտահայտվել, թիկունը որ հետաքրքիր է, սկսեցին հետաքրքրվել, ում որ հետաքրքիր չի, սկսեցի որ շատ հետաքրքիր է, չէ, արդեն։ Հա, Այսինքն դու դա շատ, ես սկսեցի, ես ինձ համար դարա շատ հետաքրքիր։ Իսկ միջև այդ ոնց որ ավելի շատ ես իմ ընտանիքը, իմ առօրյան, ես քեզանից շատ եմ կերել, տես։ որովհետև ես շատ եմ խոսացել, դու քիչ։ Ես միտումն ա որ քեզ Հիմա քո հերթն է։ Ու մի խոսքով այդ ամեն ինչը ինձ բերեց նրան, որ հասկացա, որ ուզում եմ ավելի պրոֆեսիոնալ զբաղվել եւ շատ ուրախ եմ, որ ամուսինը շատ ոգևորեց իր միտքներ, ասում է, չես ուզում գնաս սովորես։ Ահա։ Ոնց որ ասում շատ եմ ուզում, բայց հա, որ ասենց բան, ասում է իհարկե։ Ու գնացի ընդունվեցի գիտությունների ակադեմիա, ես սեպտեմբերի 1-ին որպես ուսանողուհի շատ ուրախ եմ, դա ինձ շատ ոգևորում է, ասում Սարգիս։ Միշտ ասում էր ես քեզ քո պապայից ավելի շատ եմ պահել, ասում ես մի բանը չէ իրար է, պապաս վարձ ա տվել որ սովորել եմ, հիմա դու էլ պետքա տաս որ հավասարվեք իրար։ Բայց սեպտեմբերի 1-ին ինձ եւ երեխաներին ամուսինս տանելու է դասի։ Որ մտածում ես տարիքով շատ փոքր մարդկանց հետ գնալու ես նստես դասի դա։ Չկա, ես միշտ դիմում եմ երիտասարդների հետ։ Հավեսա, համ ես իրանցից շատ բան եմ սովորելու, համ էլ իրանք ինձանից փորձի փոխանակում։ Համ էլ տենց ավելի կերիտասարդանաս, ասում, տեսա քո ջան, քո կինը ուսանողուհի է, այդ մի տեսակ սենց ինտրիգա ավելացնում հարաբերությունների մեջ, մի խոսքով։ Ես անկեղծ եմ ասում, շատ տոստ չեմ ուտում ավոկադոյով, որովհետև չգիտեմ ինչին ինձ հաստատվում, որ միշտ ավոկադոն վատն է լինում, բայց անկեղծ ասում եմ իմ համար առաջինը այսօր 10-ից 10 կասեմ տոստներ։ Նշանակ շատ համեղել, իրոք շատ լավն է։ Իսկ աղցանի մասին ինչ կասես, ես հասցրել էի մեկ անգամ եւս փորձել ես այնքան տարված էի, ես հենց հիմա մի հատ է կփորձեմ, ու մի անգամից քեզ կասեմ։ Ինչի եմ ուզում կարծիքդ լսել, որովհետև ես նշեցի, որ կարամելային սոուս կա ու հետաքրքիր է դու քաղցր այդ սոուսները սիրում ես աղի այս թարմ ուտեստների մեջ, թե ոչ։ Սիրում եմ ես, որ տենց ավելի տենց միքս արում համային։ Կարամելի համը հետաքրքիր է։ Լավն է։ Հա։ Ես իմ համար առաջին տեղում տոստն է, երկրորդ տեղում աղցանն է այսօր։ Յութը ամենահամեղն է ինձ թվում։ Արի առաջի երկրորդ չանեն, կարևոր ընդհանուր ամեն ինչ լավ էր։ Խոսակցությունը հետաքրքիր էր։ Հա։ Նախաճաշը հոյակապ, ամեն ինչ ներդաշնակ էր։ Օրը ստացված է, լավ սկիզբը տված է, չէ՞։ Կարելի ասել մեր քաղցրը։ Այդ իմ ամենասիրելի բանն է։ Ես հետաքրքիր, միջև օրինակ sense համեղ կերա, հետո միջև մի հատ քաղցր մի բան չեմ ուտում, չեմ հասկանում կշտացել եմ թե չէ։ Լուրջ ես ասում։ Լուրջ։ Ոյ Աստված իմ։ Ես չէ, ես։ Չէ, ոյ չէ, մի հատ քաղցր չկերա, կարող եմ անդադար ուտեմ։ Իմ մտքով երբեք չի անցնի ես քաղցր ուտեմ։ Դա շատ Միշտ լավ է։ հետաքրքիր է ինձ ոնց են մորթի քաղցրով տարված։ Պիստակով բան չիզքեյքներ։ Երկու։ Չէ, մի հատ։ Մի հատ։ Հա, իսվենք։ Հեսա մանոինն է իրականում։ Այսքսա մերն է իրականում։ Ես քանի որ քաղցրակեր չեմ, մի պուճուր։ Մի պուճուր։ Պուճուր, հա։ Այսպես։ Բայց տեսեք մի փոքր փորձելու ուզենակ սա։ Եթե ուզենամ, ես համբույրը կասեմ։ Ծանոթ ունեմ կարամել։ Կլինի ես դիմացի հատվածը ինձանով անեմ։ Կլինի։ Մատկեր ասա ոնց կարելի է իրան չսիրել։ Ես ուղղակի չգիտեմ, քաղցրակեր չեմ, չգիտեմ։ Ես որ ասում շատ քաղցրակեր եմ չէ, բայց չեմ էլ կարող ասում, որ չեմ սիրում։ Նայ, բայց ինքն քաղցր չի։ Հա, իրոք քաղցր չի, բայց լավն է, իրոք լավն է։ Ու թեթև է ու Կարևորը շատ խմորային չի։ Այս կրեմային տեքստուրան ինչ լավն է։ Չէ, ես շաբաթօրը առավոտյան ժամը 7-ից ստեղ եմ հատուկ քո համար ստորի կանեմ։ Ես կսպասեմ, կսպասեմ։ Խորհուրդ տաս քո ընկերներին լուրջ։ Ինձ թվում է ինչ որ այստեղ կատարվում էր ամեն ինչ սրտը էր։ Այս ընթացքում ես ուզում եմ քեզ մի քանի բլիցներ տամ։ Վայելիր քո քաղցրը, համը պատասխանիր։ Որն է եղել ամենամեծ զոհողությունը, որ արել ես քո ընտանիքի համար։
Սա թոմած սուրճը բերեն, այնց հարցը ցենց բան է։ Ահա։ Ճիշտ պահին բերեցիք։ Ես Մանոյին հարց եմ տվել եւ չի կարողանում պատասխանել, չի կապված։ Գիտես այդ հարցը ես ոչ մի բան չեմ զոհաբերել իմ ընտանիքի համար։ Ինչ է նշանակում զոհաբերել, զոհաբերություն։ Ինչ որ բան, որ քայլ հետ ես կանգնել։ Չկա տենց բան։ Դա սխալ բան է, պետք չի ոչ մի բան զոհաբերել, հանուն ինչ որ մեկի, հետո էլ այդ մարդուն դնել այդ պատասխանատվության տակ ու ասել ես հանուն քեզ։ Չկա։ Քանի որ իմ մոտ ոչ մի բան չկա հանուն քեզ, այլ կա հանուն ինձ, դրա համար կարամ ասեմ իմ կյանքում զոհաբերություն ասվածը տեղ չունի։ Ամենաաբսուրդ եւ տհաճ բամբասանքը, որ լսել ես քո մասին։ Ասեմ։ Բայց դու չդնես։ Որի չգիտեմ ինչ որ մի անոսի մեջ էլի։ լավ չեմ ասի, որ դուք խափում եք ու հետո դնում եք։ Չի ասել, հետաքրքիր է այդ։ Չէ, լավ, բայց իմ այն լսը, որ տեսակ ոնց Մանոն քանդեց Սարգիսի ընտանիքը։ Հա, ճիշտ է։ Ոյ ճիշտ է։ Ես հիշում եմ, այդ ժամանակ փոքր էին, ես չի մեծ։ Մեծ չի մաշած։ Դες չէր եղել։ Ու ասենք տենց ինչ որ մի բան խոսում ես ու մեկը գրում են Այ անամոթ, չես էլ ամաչուն գնացիր խեղճտեղուն ընտանիքը քանդեցիր։ Շատ մեղք է Սարգիսը։ Կոստանդին Սարգսյանի ուսմունքից որ միտքն է, որ քեզ լրիվ հիմնովին փոխել է։ Երկու հատ են իրանք, որ աշխարհը սկսվում է քեզանից եւ այսպեսին ես նույնպես կարող եմ լինել։ Ինքը ռուսերեն ավելի լավ է հնչում, мирная чинается с тебя и такой я тоже могу быть։ Այսինքն կար ժամանակահատված որ լիքը բաներ դու ինքդ քո մեջ չես ընդունում, թեկուզ օրինակ որ կարող ես ջղայնանալ։ Այսինքն երբ որ ես իմ աղջիկների վրա ջղայնանում էի, գորգռում էի, իմ համար դա մի հատ սենց ստրես էր, հետո օ ինչպես դու կարողացար իջնել, բայց չէ, այտենց էլ դու կարաց լինես, եթե դա պետք է։ Եթե այսօր Միացյալ Նահանգներից զանգեն ու ասեն եկեք եւ մեծ սարեր խոսք տան, կգնաք Ամերիկա թե կմնաք Երևանում։ Ոչ եւ ոչ միշտ չեմ էլ մտածել։ Ոյ լավ է։ Հայկական շոու բիզնեսում իսկական ընկերություն կա, թե որ պահի պետք է այդ ժամանակ կժպտան մեկը մյուսի երեսին։ Չէ, իհարկե կան։ Կա եւ քո ասած կողմը եւ հակառակ կողմը, նայած դու ում ես ընտրում, ընկերություն անելը դա ժամանակ է։ Եվ ընկերություն անել պետք է սովորել եւ կարողանալ։ Երբ որ դու կարողանում ես լինել հենց ինքդ ճիշտ ընկեր, հաստատ կգտնվի այն մեկը, որ կուզենա ընկերություն անել հենց քեզ հետ։ Տարիքի հետ փոխող արտաքինն անկեղծորեն ընդունել, թե ամեն դեպքում միջամտություններ անել եւ մնալ հավերժ երիտասարդ։ Այդ ամենա սենց խոցելի տեղն է։ Վայ լուրջ ես ասում։ Միակ բանը, որ ես սենց խուսափում եմ, չասեմ որ վախենում եմ, հա, այն որ մտածում ես որ դու կարաս մեծանաս։ Բայց ես չի սպասում քեզանից։ Լուրջ ես ասում։ Դու մեծացող թվերից վախենում ես։ Թվերից չէ։ Երևույթից, հա։ Դրա համար ամեն ինչ չափի մեջ, օրինակ հիմա մի քիչ շատ է։ Ես չեմ սիրում անել ինչ-որ մի բան, չգիտեմ որ մարմնի օրինակ տարբեր մասերը սարքում են, որ ինչ-որ մեկին դուր գալ։ Ես ոչինչ չեմ անում ինչ-որ մեկին դուր գալու համար։ Հնարավորինս փորձում եմ, շատ դժվար է գայթակղության մեջ, որովհետև հիմա այնքան կողքերդ իդեալական են, հա, դու քո ստիրոն տեսակով ոնց որ սկսում ես խամրել, փորձում ես ծայրահեղությունների այդ գայթակղության մեջ չգնալ, բայց դրա հետ մեկտեղ եթե կան որոշակի բաներ չափի մեջ, որոնք կարող են քեզ երիտասարդացնել, երբեք դեմ չեմ։ Բայց չկորցնելով քեզ։ Հա, քո գույնը, որովհետև ամեն մեկը անհատականություն եւ իր գույնն ունի։ Այո։ Իսկ կյանքիդ որ որոշման համար մինչև հիմա քեզ չես կարողանում մինչև վերջ ներել։ Չկա տենց բան։ Ինչ որ ես արել եմ ճիշտ սկսած սխալներից, ամեն ինչից, ամեն ինչի հետ համաձայն եմ։ Եթե եւս մեկ անգամ տրվեր հնարավորություն, ամեն ինչ կանեին այնց ոնց որ արել եմ։ Եվ վերջինը, ամենաէժան կամ անհեթեթ բանը, որ անկեղծորեն գնել ես կամ արել ես ու դա քեզ երջանկացրել է։ Տենց բաներ իմ մոտ շատ հաճախ կարող են լինել։ Ես երբեք իմ զգեստապահարանում միջև ամենաթանկ պայուսակից, միջև ամենամաչելին կարող ես գտնել։ Ես այտենց խնդիր չունեմ
Երբ որ բրենդ պետք է լինի, ես անում եմ ինչ որ ինձ դուր է գալիս, երբեք չեմ նայում դա, որտեղ ինձ կարող եք տեսնել եւ սենց ասեմ շուկայում եւ կարող եք տեսնել ամենաթանկ բրենդային խանութում, չունեմ այդպես սահմաններ, որ ես ինչի չեմ անի, ես ինչի կա։ Դուրս եկավ, հավանեցի, կարող անեմ այդ մի օրը օգտագործեմ, հետո դեմն նետեմ կամ պահեմ, այսինքն այդպես ինչ որ խտրականություններ չկան։ Ազատ, անկեղծ, ինքդ քո հետ։ Մանո, ինձ թվում է, որ մենք խոսում ենք, սկսում ենք խոսել, թեմաները չեն ավարտվում։ Այո։ Չգիտեմ, անընդհատ քո հետ խոսելու բան կա։ Դու այն մարդկանց ես, որ իսկապես չես ձանձրանում թեմաներ անսպառել, բայց ամեն դեպքում մեր հաղորդումը մոտենում է իր ավարտին։ Որովհետև ժամն է արդեն ավարտվել ի Ես սուրճը պետք է խմեմ ու հավեսով։ Հա, տեսնում եք այսպեսի թեթև զրույց ստացվեց Մանոյի հետ, կոմենտներում գրեք ձեր կարծիքը, հետևեք Ելակետի YouTube-յան ալիքին եւ կարող եք հյուրեր դուք առաջարկել։ Այսքան բան։ Ընդմիջումներում էլ եկեք ինձ հետ զրուցելու։ Դու կգաս չէ հաճախ հետո Միանշանակ, այո։ Սպասենք դուք տեղաշարժերի։ Շնորհակալություն քեզ։ Վերջ։